Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին ու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություն չեն կրել նաեւ հարկային ծառայության մասին եւ մաքսային ծառայության մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվող հաջորդ հարցը վերաբերել է Կադաստրի կոմիտեի արխիվային գործերի թվայնացմանը եւ քաղաքացիներից փաստաթղթերի հավաքագրմանը։ Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող կարգավորմամբ պետական մարմնի վարչարարությունը կթեթևանա։ Բնօրինակ փաստաթղթերը կպահպանվեն քաղաքացու մոտ, բայց օրենսդրորեն կստեղծվեն հիմքեր, որոնցով թվային արխիվը կստանա նույն կարգավիճակը, ինչը ունի բնօրինակ փաստաթուղթը։ Կադաստրի կոմիտեի թվային արխիվի պահպանման ու կառավարման համար որոշակի ծախսեր են պահանջվում։ Այս փոփոխությամբ նաև թղթային արխիվի մեծացման խնդիրը կլուծվի։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Հավանեսյանը քննարկման է ներկայացրել գնումների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկներն իրավական տեխնիկային են վերաբերել եւ ընդունվել են։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումներին։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից։ Մի շարք երկկողմ հանդիպումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն արդյունավետ ու կառուցողական երկխոսություններ են վարել Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելով մասնավորապես Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, հարկաբյուջետային քաղաքականությանը ու ոլորտում արձանագրված վերջին զարգացումներին եւ կանխատեսումներին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող նոր պահուստային ծրագրի շրջանակում նախանշված տնտեսական ցուցանիշներին, ինչպես նաեւ համագործակցության առաջնահերթ ուղղություններին։ Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու եւ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնելու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Հավանեսյանը հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից։ Աստրիդ Շոմեյքերն անդրադարձել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը 2026 թվականին տեղի կունենա Հայաստանում։ Տիկին Շոմեյքերը ներկայացրել է համաժողովի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության տեսլականը։ Անելիքները եւ վերջինիս շրջանակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներգրավվածության հնարավորությունները։ Ավագ Հավանեսյանն ընդգծել է COP17-ը Հայաստանում անցկացնելու կարևորությունը, նշելով, որ նման բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը կնպաստի կլիմայական օրակարգի շուրջ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը եւ կդառնա հարթակ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման, կանաչ տնտեսության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շարունակման գործում։